Բացառում անեմ, այսպես թե այնպես մենք հուշարձանների պետական ցուցակներում, տեսեք խոսքը այստեղ գնում է հուշարձանների պետական ցուցակներում ներառված կրոնական կառույցների մասին, վանական համալիրներ կամ պաշտամունքային կառույցների մասին, բայց ոչ սովորական պաշտամունքային կառույցների, այլ պետական ցանկերում ներառված, ինչը մի ուրիշ կարգավիճակ է հաղորդում այս կառույցներին, մեկ այլ կարգավիճակ, որ նշանակում է համազգային սեփականություն եւ համազգային ժառանգություն, ընդ որում ոչ այս պահի դրությամբ։ Մենք այս խնդրին քննարկման ժամանակ խորհրդարանն կանտելիագումարի եւ թե հանձնաժողովի նիստում այս դիտանկյունից ենք հարցը քննարկել եւ մանավանդ որ առհասարակ տեսակետներ հնչեցին նաեւ մայրաթոռը ներկայացնող տարբեր հոգեվորականներից, որ իրանք ընդհանրապես դեմ են, ուրեմն այս կառույցների, պաշտամունքային կառույցների, կոնկրետ իրենց հատվածի մասին են խոսում, եկեղեցիների, վանքերի, վանական համալիրների որևէ կերպ օտարման ենթակա դրանք պետք չլինեն եւ նաեւ մենք չունենք փաստը, որ երբևէ որևէ այս կարգի պետական ցուցակներում ներառված պաշտամունքային որևէ կառույց օտարվել է։ Այնպես որ այսպես թե այնպես այս նախագծով մենք սեփականության իրավունքի հետ բան ունենք, որոշակի խաչաձևումներ ունենք եւ մեղանչումներ ունենք, եւ պարզապես օգտվելով առիթից մեկ անգամ եւս հնչեցնում եմ այն տեսակետը, որը արդեն հնչեցրել եմ, որ այս նախագիծը ըստ էության այսպես հիմք չունի, հող չունի իր տակ, որովհետեւ մենք նախադեպը չենք ունեցել, հակառակը ես այն դիտարկել եմ որպես հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված արշավանքի եւ նրա նսեմացման արշավանքի որ ինչ որ մի հատված եւ այդ մարդիկ նաեւ ասում են որ առհասարակ մենք դեմ ենք ոչ թե մերժելու կամ չմերժելու կարգերի մասին է խոսքը առհասարակ մերժումի մասին է խոսքը եւ ես հիմա մեկ անգամ այդ ելույթում ասել որտեղ հետո ես արդեն ավարտում եմ ուզում եմ ասել որ հարցեր տվեք որտեղ այնտեղ կարող է պարոն Դադունստեն բան ասի ավելացնելու բան ունեք ելույթում ամբողջացնեք դե ես ամփոփում եմ սրանով ասելով որ ընդհանրապես սա մտածածին նախաձեռնությունն է հող չունեցող եւ այսպես թե այնպես սեփականության իրավունքի հետ ինքը որոշակի մեղանչումներ ունի եւ որևէ խնդիր չի լուծում գոնե հայ առաքելական եկեղեցու ժառանգության հատվածով։ Մենք ճշտող հարց կարելի է, պարոն Գաբրելյան, ես լավ չհասկացա Տիկին Գալստյան, դուք որ ասում եք դուք հոգեվորականներից արձագանքներ եք ստացել, որ իրենք դեմ են նախագծին, թե դեմ են օտարման գաղափարին առհասարակ։ Այսինքն հիմա որ կարելի է շատ կոպիտ ասեմ առանց կարգավորման, կարելի է առնել ծախել բան, դրան դեմ են։ Օտարելը բացառելի է։ Չէ, հիմա ենթադրելի է։ Չէ, ոչ, ոնց է ենթադրելի։ Լավ, օքեյ, հասկացա, պարոն Դադոնց, դուք կարծականք եք։ Շատ լավ, Տիկին Գալստյան, Ես համաձայն եմ ձեր հետ, բայց պետական ցանկերում ներառված պաշտամունքային առարկաները եկեղեցիների եւ շինությունների մասին է խոսքը հատկապես այս նախագծում առհասարակ պիտի օտարման ենթակա չլինեն որպես համազգային ժառանգություն։ ավականին կարա դա օտարի եկեղեցուն